2013 թվականի օգոստոսին տարօրինակ կերպով ընդհատվեց հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող սիրավեպի պատմությունը։ Անի Երանյանը հայտարարեց, որ ինքը և մոդել դերասան Մովսես Երեմյանն այլևս ընկերություն չեն անում։ Ես ճիշտ ժամանակին հասկացա, որ ես և Մովսեսը իրար համար չենք։ Հուսով եմ, որ այլևս Անի Երանյան անվան կողքին չի հնչի Մովսես Երեմյան անունը, ասել է Անին։ Մովսես Երեմյանը չէր հերքել, նույնիսկ քիչ անց հայտարարել էր, որ իր սիրտը նոր տիրուհի ունի, իսկ բառացիորեն օրեր հետո Անի Երանյանը հայտարարեց, որ Մովսեսի հետ որևէ տեսակի շփում չի պահպանում։ Այս ընթացքում ընդամենը մեկ անգամ հանդիպել են պատահաբար և իրար բարևել։ Սակայն տեղեկություններ կար, որ ոչ ոք չէր հերքում այդ հայտարարությունը, այլ հակառակն էին փաստում։ Այդ օրերին Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը միասին նկարահանվեցին սիրային մելոդրամատիկ ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ, որից հետո հայտնի դարձավ, որ Մովսես Երեմյանն ամուսնացել է։ Բավական երկար տարիներ նրանց անուններն այլևս միասին չկապվեց, սակայն այսօր քիչ անց Անի Երանյանը հրապարակեց նոր տեսանյութ, որը սկանդալային էր, հուզեց նրանց երկրպագուներին ու հետևորդներին։ Մովսես Երեմյանի ամուսնալուծությունից հետո Անի Երանյանը սոցիալական ցանցի էջերում հրապարակել է տեսանյութ, որտեղ Մովսես Երեմյանի հետ են նույնիսկ գրկախառնվում են ու համբուրվում։ Պատմություններն ավարտվում են, տեսանյութին կից գրել է դերասանուհին։ Ինչ է սա նշանակում, արդյոք նրանք կրկին միասին են, թե ընդամենը ինչ-որ ֆիլմի նկարահանումներ, դեռևս մեկնաբանություններ այս առումով չեն տրվել։ Նշենք, որ Անի Երանյանն այս շրջանում նկարահանվում է Սոս Կարապետյանի հետ համատեղ «Սոսինձ» հեռուստանախագծում։ Արդյոք այդ նախագծի նկարահանումներից է, թե իսկապես նրանք կրկին միասին են, ցույց կտա ժամանակը։ Այն տարիներին, երբ խոսքը գնում էր Մովսես Երեմյանի ու Անի Երանյանի հարաբերությունների մասին, հանրությունը ուշադիր էր յուրաքանչյուր մանրուքի։ Նրանք ոչ միայն սիրված դերասաններ էին, այլև աչքի ընկնող աստղային զույգ։ Նրանց համատեղ լուսանկարները տարածվում էին կայծակի պես, իսկ հարցազրույցներն անգամ վերածվում էին քննարկումների ու երբեմն սկանդալների։ Շատերն անգամ ենթադրում էին, թե նրանց սիրավեպը պարզապես լավ մտածված PR քայլ էր, սակայն երկուսն էլ բազմիցս վստահեցրել են, նրանց կապը եղել է ազնիվ ու անկեղծ։ Չնայած փոխադարձ այդ վստահեցումներին, զույգը բաժանվեց։ Հարաբերությունների ավարտը դարձավ բուռն խոսակցությունների թեմա։ Նրանք երբեք ուղիղ չեն խոսել պատճառների մասին, բայց և չեն էլ թաքցրել, բաժանումը հեշտ չի եղել։ Մովսեսը նշել էր, թե բաժանումը երբեք մեկ մարդու մեղքով չի լինում, իսկ Անի Երանյանը խոստովանել էր, բաժանման պահը եղել է կտրուկ, թերևս ինքնապաշտպանական։ Անին անկեղծորեն կիսվել էր անձնական աճի մասին, նշելով, որ ժամանակին ապրում էր կարծես ուրիշների սպասումներով, բայց հիմա վերջապես գտել է ինքն իրեն ու սովորել է երջանիկ լինել մենակ։ Նրա խոսքերով անցել են այն օրերը, երբ անձնական ապրումներն ու հույզերը թաքցնում էր, հիմա եթե ուզում է լաց լինել, լաց է լինում, եթե կարոտում է, զանգում է ու ասում։ Մովսես Երեմյանի կյանքում էլ նոր էջ բացվեց։ Նա հանդիպեց Աննա Սիմոնյանին, որի հետ ծանոթացել էր մի հարսանիքի ժամանակ, նրանց հարսանիքն էլ լայնորեն լուսաբանվեց, իսկ զույգը սիրվեց, սակայն համեմատությունները նախկին զույգի Մովսեսի և Անիի հետ չլռեցին։ Մինչ Մովսեսն ամուսնանում էր, Անին շարունակում էր իր կարիերան, հեռու պահելով անձնական կյանքը հանրության աչքից։ Նա ընդգծել էր, որ երջանկությունը ամուսնության մեջ չէ, այլ ներքին հավասարակշռության։ Նրա խոսքերով, երբ մարդ հանրային է, մարդիկ փորձում են մուտք գործել նաև ամենանվիրական տարածքներն ու կարծիք արտահայտել նույնիսկ այնտեղ, որտեղ պետք չէ։ Չնայած Մոսկվա տեղափոխվելու երկու փորձերին, Անին երկրորդ անգամ կարողացավ ամրանալ այնտեղ, մերժելով խոսակցությունները։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Անի Երանյանը ընկերություն է անում հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ։ Անի Երանյանը շարունակում է կայանալ որպես դերասանուհի, մասնակցելով վարկանիշային նախագծերի։ Նշենք, որ նա Հայաստանից հեռացավ Շիրազի վարդը հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում, և նրա մասնակցությամբ վերջին սերիաները ընդամենը տեսազանգով էին։ Դե ինչ հուսանք, որ Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը շատ շուտով այս հարցին կտան իրենց պարզաբանումը, արդյոք ֆիլմի նկարահանումը, թե նրանք իսկապես միասին են, և այսքան տարիներ անց նրանք փորձել են հարաբերություններ ստեղծել Մովսես Երեմյանի ամուսնալուծությունից հետո,
ցույց կտա ժամանակը, ինչևէ սպասենք, իսկ դուք բաժանորդագրվեք, որպեսզի բացահայտեք առաջինը։